VLV աշխատանքային թիմը մեկնում է Չինաստան, Քինդաո քաղաք, որտեղ տեղակայված է Hisense ընկերության լավագույն գործարանները։ Աշխատանքային այցի ընթացքում լինելու ենք մի քանի գործարաններում եւ գիտահետազոտական ինստիտուտում, որտեղ ծանոթանալու ենք ընկերության նորարարական տեխնոլոգիաներին, ինչ ընկերությունը պատրաստվում է արտադրություն ներդնել 2026 թվականի ընթացքում։ Առաջին օրը լինելու ենք սառնարանների գործարանում, որտեղ ծանոթանալու ենք սառնարանների նոր մոդելային շարքերին։ Լինելու ենք նաև լվացքի մեքենաների գործարանում, որտեղ տեսնելու ենք արհեստական բանականությամբ աշխատող լվացքի մեքենաներ։ Կլինենք նաև օդորակիչների գործարանում, որտեղ դուք ինքներդ կհամոզվեք, թե ինչպես է Hisense ընկերությունը փոխում օդի կլիմայի կանոնները։ Եվ կտեսնենք աշխարհի ամենամեծ 250 սանտիմետր անկյունագծով որակի չափանիշ հանդիսացող մեծ հեռուստացույցը։ Իսկ ամենավերջում, որպես անակնկալ, լինելու ենք Hisense ընկերության ինովացիոն տեխնոլոգիաների ցուցասրահում, որտեղ ապագան կտեսնեք ինքներդ ձեր աչքով։ Դե ինչ, պատրաստ եք, գնացինք։ Դե ինչ, մենք արդեն Քինդաո քաղաքում ենք եւ այսօր եկել ենք սառնարանների գործարան։ Եկեք գնանք տեսնենք ինչ հետաքրքիր նորություններ են մեզ սպասվում ներսում։ Գնացինք։ Աշխարհի արդյունաբերական հսկա Չինաստանի սրտում գտնվում է Hisense ընկերության սառնարանների գործարանը, որտեղ ծնվում են լավագույն սառնարանները։ Այստեղ ամեն ինչ ենթարկված է բացարձակ ճշգրտության եւ մաքսիմալ արդյունավետության։ Յուրաքանչյուր գործընթաց կարգավորված է եւ ավտոմատացված։ Սա ուղղակի արտադրություն չէ, սա առաջատար տեխնոլոգիայի եւ մարդկային վարպետության միաձուլումն է։ Hisense ընկերությունը ներդնում է իր ողջ ներուժը ցանկացած դետալի մեջ, որպեսզի սառնարանները դառնան յուրաքանչյուր իսկ խոհանոցի լավագույն անկյուններից մեկը։ Անկեղծ ասած, սառնարանների գործարանից շատ տպավորված ենք, իսկ հիմա եկել ենք լվացքի մեքենաների գործարան։ Եկեք գնանք ներս, տեսնենք ինչ է սպասվում մեզ։ Գնացինք։ Այստեղ ներկայացված ինովացիոն տեխնոլոգիաներով եւ արհեստական բանականությամբ աշխատող լվացքի մեքենաներն ու չորանոցները արդեն 2026 թվականին հասանելի կլինեն նաեւ հայ սպառողին, շնորհիվ պաշտոնական ներկայացուցիչ VLV ընկերության։ Իսկ թե նրանք ինչպես են արտադրվում կոնվեյերի վրա, դա հարկավոր է տեսնել։ Գնացինք։ Hisense ընկերության հսկայական արտադրամասի մյուս մասնաշենքում գտնվում է լվացքի մեքենաների գործարանը։ Այստեղ ինժեներական հանճարեղ լուծումները կյանքի են կոչում կոնվեյերի վրա։ Ռոբոտները եւ մասնագետները աշխատում են կատարյալ ռիթմով, ստեղծելով առաջատար, որակյալ եւ հարմարվետ կենցաղային տեխնիկա։ Hisense ընկերության նոր սերնդի լվացքի մեքենաները աշխատում են արհեստական բանականությամբ եւ հոգ են տանում ցանկացած տեսակի գործվածքի մասին, խնայելով էներգիա եւ ժամանակ։ Նախքան Hisense անուն ստանալը, յուրաքանչյուր մոդել անցնում է փորձարկման եւ որակի մանրակրկիտ ստուգումներ, ինչը վստահության եւ իր հաճախորդների նվիրվածության արդյունք է։ Սառնարանների եւ լվացքի մեքենաների գործարաններից մեծ տպավորություններով եկել ենք օդորակիչների գործարան, որտեղ ամեն ինչ գիտեն օդորակման մասին։ Եկեք գնանք եւ տեսնենք ինչ նորություններ կան, որ 2026 թվականին Hisense ընկերությունը պատրաստվում է ներդնել արտադրություն։ Գնացինք։ Hisense ընկերության կլիմայի կառավարման յուրահատուկ տեխնոլոգիա դա ճշգրտության, նորարարության եւ մարդկանց առողջության հոգատարության չափանիշն է։ Այստեղ արտադրվում են օդորակիչներ, որոնք ստեղծում են կոմֆորտ եւ հարմարավետություն տարվա բոլոր եղանակներին։ VLV Hisense համագործակցության արդյունքում այս նորարարական տեխնոլոգիաներով հագեցած օդորակիչները 2026 թվականին կլինեն նաեւ հայկական շուկայում։ Այստեղ է պարզ դառնում, Hisense ընկերությունը պարզապես ապրանքանիշ չէ, այլ մարդկանց եւ տեխնոլոգիայի միջև գաղափարական փիլիսոփայություն։
Գտնվում ենք Hisense ընկերության լաբորատորիայում, որտեղ մշակվում են նորարարական տեխնոլոգիաներ։ Այնուհետև այդ տեխնոլոգիաները անցնում են հատուկ մշակման եւ փորձարարական փուլ, որից հետո նոր ներդրվում են արտադրություն։ Իսկ թե ինչպես այդ ամենը կատարվում, փորձենք տեղում ծանոթանանք։ Ասեմ, որ լաբորատորիան ունի բազմաթիվ մասնաշենքեր, որոնք հերթով փորձենք այցելել։ Գնացինք։ Այստեղ յուրաքանչյուր անկյուն պատմում է կենցաղային տեխնիկայի ապագայի մասին։ Հսկայական էկրաններից, որոնք ստեղծում են անհավանական խորություն եւ գույնային պատկեր, մինչև խոհանոցային լուծումներ, որտեղ մտածված դիզայնը եւ խելացի տեխնոլոգիաները խոհարարությունը դարձնում են հեշտ եւ հաճելի։ Տնային կինոթատրոններ, լազերային հեռուստացույցներ եւ իհարկե պրոյեկտորներ։ Սրանց մասին պետք չէ խոսել, սրանք ուղղակի պետք է զգալ։ Գտնվելով այստեղ, մենք համոզվել ենք, որ Hisense ընկերությունը գերազանցել է ոչ միայն թվային տեխնոլոգիաների բոլոր սահմանները, այլ բացահայտել է նաև խոհանոցային տեխնիկայի բոլոր գաղտնիքները եւ հնարքները։ Իսկ սա բնորոշ է միայն Hisense ընկերությանը։ Այստեղ ցուցադրված են Hisense ապրանքանիշի հեռուստացույցների նոր մոդելային շարքերը, բայց ինչպես ձեզ խոստացել ենք, ձեզ այսօր ցուցադրելու ենք ամենամեծ 116 անկյունագծով հեռուստացույցը։ Ահա խնդրեմ, տեսեք ինչպիսի պատկեր, անթերի պատկեր եւ տարածական հնչողություն։ Սա պետք է ուղղակի զգալ։ Hisense-ը սահմանում է չափանիշներ, դարձնելով տեխնոլոգիան հասանելի եւ օգտակար։ Սա գաղափարների ցուցասրահ է, որտեղ ապագան արդեն աշխատում է մեզ համար։ Սա ավելին է, քան պարզապես ցուցասրահ։ Սա իսկական նորարարական կենտրոն է, որտեղ տեխնոլոգիաների ապագան դառնում է իրականություն։ Ֆանտաստիկ տեխնիկական առաջընթաց, որը չես հանդիպի գրեթե ոչ միտեղ։ Այսպիսի բան պետք է ուղղակի տեսնել, ամբողջ առաստաղը աշխատում է որպես LED հեռուստացույց։ Աննկարագրելի զգացողություն։ Այստեղ յուրաքանչյուր անկյուն զգացնել է տալիս Hisense ընկերության մասշտաբը, սկսած անհավանական պատկեր եւ խորություն ունեցող հեռուստացույցներից մինչև բժշկական սարքավորումներ։ Hisense ընկերությունը ցուցադրում է ինժեներական եւ նորարարության ուժը, համատեղելով դիզայնը եւ տեխնոլոգիան։ Տպավորություններն ու զգացողությունները աննկարագրելի են, այսպիսի տեխնոլոգիական առաջընթաց, այսպիսի հյուրընկալություն անասելի է։ Եվ այս ամենը տեսնելուց մեզ բոլորիս պարզ է դառնում, որ Hisense ընկերությունը աշխարհում ինովացիոն տեխնոլոգիաների զարգացումը կերտողներից մեկն է։ VLV Center-ը հանդիսանալով Hisense ընկերության միակ եւ պաշտոնական ներկայացուցիչը տարածաշրջանում, ձեզ առաջարկում է լինել ապագայի մի մասը։ Արթուր Քլարքը ասել է, երբ միտքը ստեղծագործում է, իսկ սիրտը հավատում, ծնվում են նոր տեխնոլոգիաներ, որոնք փոխելու են աշխարհը։ Կհանդիպենք։ VLV Hisense ընկերության պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում։